Երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունդյանը ներկայումս Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալի դերասանական կազմում է, մարմնավորելով Ռեբեկայի դերը։ Ռեբեկան, չստանալով հարազատների սերն ու ջերմությունը, դառնում է չարացած կյանքի և ընտանիքի անդամների նկատմամբ։ Սակայն Վահեի սերը նրան փոխեց։ Երեք քույրերը մտերմացան, օգնեցին միմյանց բոլոր հարցերում։ Վահեից հետո ամեն ինչ փոխվեց։ Էմմա Սապունդյանի դերասանական խաղն առանձնանում է իր խորությամբ և զգացմունքայնությամբ։ Նա կարողանում է փոխանցել Ռեբեկայի ներքին պայքարը և զգացմունքային փոփոխությունները։ Դերասանուհին իր սոցիալական ցանցերում հաճախ կիսվում է նկարահանման հրապարակից, լուսանկարներով և տեսանյութերով, ինչը հնարավորություն է տալիս հետևորդներին ավելի մոտիկից ծանոթանալ նրա աշխատանքին։ Նշենք, որ այս պահին դերասանուհին Հայաստանի Հանրապետությունում չէ, նա սիրելիի հետ մեկնել է ճանապարհորդության։ Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակով է նա Հայաստանից գնացել, հուսով ենք, որ շատ շուտով կվերադառնա ու կմասնակցի նկարահանումներին։ Հեռուստադիտողների մոտ կա անհանգստություն, որ Էմմա Սապունդյանն այլևս հանդես չի գալու «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում, քանի որ նա մտադրություն ունի կյանքին վերջ տալու։ Բայց հեռուստադիտողների մի մասն էլ հույս ունի, որ սա ընդամենը ժամանակավոր դադար է և շատ շուտով սիրված դերասանուհուն կրկին կտեսնեն հեռուստասերիալի հերթական սերիաներում։ Դեռ որևէ պաշտոնական մեկնաբանություն ոչ դերասանի, ոչ էլ հեռուստասերիալի ստեղծագործական թիմի կողմից չկա, այնպես որ սպասենք հետագա զարգացումներին։ Նշենք, որ սա Էմմա Սապունդյանի և Ելենա Արշակյանի առաջին համագործակցությունն է։ Մինչ այս դերասանուհին հանդես էր եկել բազմաթիվ հեռուստասերիալներում, սակայն Ելենա Արշակյանի և իր ստեղծագործական թիմի հետ աշխատելու փորձ դեռևս չուներ։ Դերասանուհուն այն հարցին, թե որն է եղել իր մանկության երազանքը, նա պատասխանել է. «Երազում էի շուն ունենալ, 24 տարեկանում իրականացավ։ Ամենամեծ սուտը ձեր մասին, որ երբևէ լսել եք։ Անընդհատ ամուսնացնում էին այն տղաների հետ, ում հետ այդ պահին նկարահանվում էի։ Ինչ եք անում տխուր ժամանակ։ Հիմնականում ֆիլմ եմ դիտում։ Ինչ տարօրինակ սովորություն ունեք, որից կուզեիք ձերբազատվել, բայց չի ստացվում։ Անընդհատ շրթունքներս եմ կրծում։ Ինչով է օգնում և խանգարում դերասան լինելը։ Խանգարում է նրանով, որ երբ փողոցում քայլում ես, անընդհատ պետք է ձգված լինես, որովհետև երբ կա թեկուզ թեթև հայտնիություն, կողքից նայում են ու անգամ ծիծաղին, երբեմն կարող են վատ աչքով նայել, դրա համար միշտ պետք է զգոն, լուրջ ու սթափ լինես։ Ձեր ամենասիրելի հայ դերասանը՝ Միքայել Պողոսյանը։ Համաշխարհային որ աստղի հետ կուզեիք խաղալ՝ Ջոնի Դեփի և Ռայան Ռեյնոլդսի։ Վատ մեկնաբանություններին ինչպես եք վերաբերվում։ Հիմա արդեն անտեսում եմ, ոչ ջնջում եմ, ոչ նյարդայնանում, եթե լավ տրամադրություն ունեմ, կարող եմ նույնիսկ հումորներ անել։ Ամառային հանգիստ պլանավորում եք։ Դեռ չեմ պլանավորել, բայց մի բան կմտածեմ։ Ինչի մասին եք երազում։ Նոր նախագծի, ցանկալի է լիամետրաժ ֆիլմ լինի։ Թեև դերասանուհի դառնալը Էմմա Սապունդյանի համար մանկության երազանք չի եղել, սակայն նրա սերը ընտրած մասնագիտության նկատմամբ օր-օրի ավելացել է։ Փոքր տարիքում երազանքներիս ցուցակում չի եղել դերասանուհի դառնալը, բայց ավելի հասուն տարիքում, երբ սկսեցի հաճախել դերասանի վարպետության դասընթացների, մեղմ ասած սիրահարվեցի այս մասնագիտությանը և մինչ օրս պաշտում եմ այն։ Եվ հենց այդ դասընթացներն էլ պատճառ դարձան, որ հետագայում հայտնվեցի թատրոնի և կինոյի ինստիտուտում, իսկ ընդունելության հարցում ինձ օգնեց դերասանուհի Վիվիեն Բաստաջյանը, ով մի քանի ամիս շարունակ չխնայելով իր նյարդերը, փորձեց ինձ մասնագիտական մի քանի բան սովորեցնել։ Թատերականում սովորելը շատ կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր դերասանի կյանքում։ Շատերը կարծում են՝ ոչ մի բարդ բան չկա խաղի մեջ, պարզապես պետք է տեքստ ասել ու վերջ, բայց իրականում սա շատ խորը մասնագիտություն է։ Շատ չխոսեմ, քանի որ այս թեմայով կարելի է անվերջ խոսել ու խոսել։ Միայն կարող եմ ասել, որքան էլ ինքնուրույն փորձել էի ուսումնասիրել, միևնույն է, մինչ ինստիտուտ ընդունվելը ոչինչ չգիտեի այս մասնագիտության մասին, իսկ այնտեղ սովորելու ժամանակ հասկացա, թե ինչ խորը մասնագիտություն եմ ընտրել ու օր-օրի ավելի ու ավելի էի սիրահարվում թատրոնին և կինոյին։ Երազում էի որքան հնարավոր է շուտ հայտնվել բեմի վրա և տեսախցիկի առջև ու այդ սերը մինչև հիմա կա իմ մեջ և աստիճանաբար ավելի է շատանում։
Երբ տեղեկանում եմ, որ նկարահանում ունեմ, տրամադրությունս միանգամից բարձրանում է, ես կարող եմ 24 ժամ գտնվել նկարահանման հրապարակում և չհոգնել։ Հեռուստատեսությունում դերասանուհին առաջին անգամ հայտնվել է 16 տարեկանում, երբ դեռ դպրոցական է եղել։ Ուսանողական տարիներին գրեթե ոչ մի քաստինգ բաց չէի թողնում, սակայն ոչ մի կերպարում չէի հաստատվում։ Դերասանուհու առաջին լուրջ դերը եղել է «Սահմանին 2» սերիալում, նա մարմնավորում էր Տաթևին։ Դերասանուհին խոսելով ընտանիքի մասին նշել է, որ իր ընտանիքի միակ երեխան է, ծնողներս լրիվ այլ ոլորտից են, արվեստի հետ կապ չունեն, նրանց շնորհիվ երբեք որևէ բանի պակաս չեմ զգացել։ Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ինչպես այլ հարցերում նրանք որևէ արգելք չեն դրել իմ առջև, այլ ընդհակառակը միշտ աջակցել են, այն պահերին, երբ հուսահատվում էի, նրանք չէին թողնում, որ մեկ վայրկյան անգամ կասկածեի իմ ընտրության հարցում։ Կարող եմ ասել, որ շատ ալարկոտ եմ, եթե նստեմ բազմոցին, ինձ հետո անհնար կլինի հանել։ Երբ ընկերներս առաջարկում են որևէ տեղ գնալ, հազար ու մի պատճառ եմ հորինում, միայն թե տնից դուրս չգամ։ Համոզված եմ, եթե մահից հետո ընկնեմ դժոխք, պատճառն իմ ալարկոտությունն է լինելու, իսկ միակ բանը, որ ալարկոտությունցս ավելի ուժեղ է, աշխատանքը։ Ինչպես արդեն նշել եմ, կարող եմ 24 ժամ առանց հանգստի նկարահանվել ու չհոգնել։